Զանգենք չէ համբիրեք կեղնի, ետ կեղնի։ Շենքում դեռ մնացած բնակիչների սպասման ու համբերության ժամանակի հաշվարկը 2003 թվականից է սկսվել, երբ Լինսի հիմնադրամի միջոցներով Տիգրան Մեծի 5-ի ընդամենը 1 մուտքը հիմնանորոգեցին, իսկ 3 մուտքերի մասին խոստացան ու մոռացան արդեն 22 տարի։ 3 մուտքերի բնակարաններում հաշվառված 21 ընտանիքներից մնացել է 4-ը, նրանք են, որ ստանձնել են բնակելիի պահպանության գործը։ Մյուսները տեղափոխվել են Վարշավեն ապրում կամ արդեն երկրից դուրս են գնացել, իսկ մնացողների համար շենքն անվտանգ չէ։ Միած տանդրավ ասնի հեմ դուքշտից փախվիկ կտուր։ Այն կողմի պատը, շենքի վերջի պատը էլի, երրորդ հարկից արդեն երկինքը երևում է այնտեղից։ Այսինքն հետ է գնացել էլի։ Տարահաջալ մնացել ենք մեջը։ Թե չէ այստեղ ապրող չկա, իրեք տուն ենք մնացել մեջը։ Մնացածները տները եսի ինչ վիճակի փախել են։ 1930-ականներին բնակելին կառուցվել է որպես հանրակացարանային շենք։ Տարիների ընթացքում բնակիչները ձևափոխել են բնակարանները սեփականաշնորհել։ Հին շինությունը երկրաշարժի հետևանքով է վթարային դարձել, իսկ 1 մուտքի ամրացումը չէր կարող փոխել շենքի վիճակը։ 3 մուտքերում վթարայնության աստիճանն է մեծացել։ 2019 թվականին հիմնանորոգման նախագիծ էր կազմվել, 2023 թվականին շինմրցույթ անցկացվել, նույն թվին էլ նախատեսված էր հիմնանորոգման մեկնարկը։ Նախագծային փաստաթղթերով Տիգրան Մեծի 5 շենքի 3 մուտքերի շինարարությունը 752 միլիոն դրամ է կազմում։ Փուլային տարբերակով նախատեսված շինարարությունը գործնական փուլի չի հասնում, որովհետև շինընկերության աշխատանքների մեկնարկի համար գումար չի հատկացվել։ 23 թվականի մասով առաջի էտապներ դա, այդ ընթացքում 6 ամիսը լրանալու պես գնումների մասին օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն 6 ամիսը լրանալու պես գումարը չտրամադրվելու դեպքում պայմանագիրը դառնում էր առ ոչինչ։ Այդպես էլ եղավ, գումար մենք չստացանք։ Շին պայմանագրի լուծարումը կախված չֆինանսավորումից հիմնավոր առիթ ու պատճառ է դարձել 2023 թվականին շենքի հիմնանորոգումը 1 տարով հետաձգելու համար։ Հերթական շրջափուլը սկսվել է 2024-ից, նորից շինմրցույթ է անցկացվել նոր շինարար ընտրվել։ Պետությունը 97 միլիոն դրամ է հատկացրել նախնական շինաշխատանքների համար, բայց մինչև տեղ է հասել, այս անգամ էլ եղանակային պայմանները թույլ չեն տվել շինարարին գործ սկսել։ Գումարը ստացել էինք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, բայց քանի որ հիմնական աշխատանքների մեծ մասը 1 ամսվա ընթացքում պետք է կատարվել, 97 միլիոն դրամի մասին էր գնում խոսքը եւ այդ աշխատանքները գերակշիռ մեծամասնությամբ ապամոնտաժման աշխատանքներ եւ հաշվի առնելով եղանակային պայմանները եւ քաղաքացիների հետ նաեւ կապված հարցերը այդ գումարը չօգտագործվեց, չիրացվեց։ Այդ գումարը հետ գնաց, օրենքի պահանջն է, էլի դա այդ գումարը տարածքային նախարարություն հետ գնաց։ Երկու երնեք մի տեղում չլինելու տարբերակով Տիգրան Մեծի 5 շենքի հիմնանորոգումն էլի դուրս մնաց օրակարգից։ Այժմ ծրագիրը դադարի վիճակում է եւ հաշվի առնելով ընթացակարգերի ձևն ու կարգը, այն նորից ու զրոյից սկսելու փուլին է սպասում։ Ներկայ դրությամբ նախատեսվում է փոխվարչապետի մոտ կոմիտեի նիստ, որտեղ մարզպետը պետքա ներկայացնի այս հարցերը, ամբողջությամբ հարցերը պետքա բարձրացվի, չնայած այս հարցը արդեն 2-3 տարի է այս ընթացքի մեջ է գտնվում։ Քննարկումների հստակ ժամկետներ մարզպետի աշխատակազմին հայտնի չէին, 3 մուտքերի վթարայնության աստիճանը գնահատվել է 4-րդ, բնակության համար խիստ վտանգավոր։ 3 հարկանի շենքի տանիքը 30 տարի է բաց է, իսկ տեղումների ազդեցությունից պատերին ավելացող ու մեծացող ճաքերից փլուզումներն են հաճախակի։ Ճարտարապետական նշանակության հարյուրավոր այն շենքերից մեկն է Գյումրիում, որոնց վերակառուցման փրկության ծրագրերը ուշանում են։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։